Նա մտավ անսեր ամուսնության մեջ, միայն պարտքի զգացումով, նրան անտեսեցին, նվաստացրեցին, լռեցրեցին, այն ամենը, ինչ նա առաջարկում էր, նետվում էր դատարկության մեջ, մինչ որ ցավը ուժ դարձավ, նա որոշեց արձագանքել, հուսով եմ, որ ձեզ դուր կգա այս պատմության հուզիչ շրջադարձը, ձերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը, եթե հավանեք, բաժանորդագրվեք ալիքին, մի մոռացեք ինձ ասել, թե որտեղից եք դիտում, Անուշը միշտ հավատում էր, որ սերը կգա այնպես, ինչպես անձրները գալիս են Շիրակի մարզի գյուղական վայրերում։ Հանկարծակի, առանց նախազգուշացման, միանգամից թրջելով ամեն ինչ, 23 տարեկանում նրա աչքերը դեռ փայլում էին, ինչպես նրանցը, ովքեր հույսեր են պահում բարձի տակ, ուներ ագրոնոմիայի դիպլոմ, որը թաց հողի խոստումների բույր ուներ, բայց ճակատագիրը, մեր կյանքի այդ անտեսանելի ճարտարապետը, նրա համար այլ ծրագրեր ուներ, ծրագրեր, որոնք չէին տեղավորվում վարդագույն երազների մեջ, բայց որոնք գծագրվում էին ոսկեգույն գրիչով ստորագրված պայմանագրերում քողարկված արդյունքներում։ Սուրբ Լուսավորչի ֆերման այն ամենն էր, ինչ մնացել էր Անուշի ընտանիքից, 100 հեկտար հոգնած հող, որտեղ նրա պապը, Սարգիսը, սուրճ էր տնկել, անասուններ պահել, մեծ տուն կառուցել, որը ժամանակին բարեկեցության խորհրդանիշ էր, բայց տարիները չեն ներում նրանց, ովքեր չեն հարմարվում։ Պարտքերը աճում էին ինչպես մոլախոտերը, աստիճանաբար խեղդելով այն ամենը, ինչ մի օր ծաղկել էր այնտեղ, երբ Սարգիսը հիվանդացավ, գիտեր, որ շատ ժամանակ չունի, եւ հենց մահվան մահճում էր, թույլ, բայց վճռական ձայնով, որ նա կանչեց թորնուհուն, բացահայտեց իր կնքած համաձայնագիրը, Արամ Ալմեյդա Արամյանը այն անունն էր, որին բոլորը ճանաչում էին բիզնես աշխարհում, 30 տարեկանում նա ղեկավարում էր Արամյան ագրոարդյունաբերություն, մի կայսրություն, որը կառուցել էր իր պապը ընդլայնել ինքը, այն սառնությամբ, որով մարդիկ թվերին վերաբերվում են որպես զինվորների մարտադաշտում, բարձրահասակ, լայն ուսերով հեռավոր հայացքով, Արամն ուներ այն կոշտ գեղեցկությունը, ով երբեք թույլ չէր տվել, որ որե բան կամ որե մեկը հատի իր պաշտպանությունը։ Նա մեծացել էր հանդիպումների սենյակների ֆինանսական հաշվետվությունների միջ, Զարուհի Արամյանի միակ որդին, մի կին, ով այրությունը վերածել էր իշխանության, ով պաշտպանում էր իր որդուն, ինչպես մեկը, ով պահում է գանձ, որը երբեք չի կարող բաժանվել, համաձայնագիրը մակերեսորեն պարզ էր, բայց տողատակերում կործանարար։ Անուշը կամուսնանար Արամի հետ, փրկելով ընտանեկան ֆերման պարտքերի վճարմամբ, դրա դիմաց Արամը պաշտոնապես կժառանգեր ընկերության ամբողջական վերահսկողությունը, ինչպես պահանջում էր նրա պապի կտակի հին կետը, 1 տարվա ամուսնություն, միայն դա։ Հետո յուրաքանչյուրը կգնար իր ճանապարհով, Սարգիսը բացատրեց ամեն ինչ այն հանգստությամբ, ով հավատում է, որ անում է լավագույնը, ով չի տեսնում, որ թորնուհուն խնդրում է իր հոգու մի կտորը տալ հողերի դիմաց, որոնք հնարավոր է, որ արժանի չեն դրան։ Անուշը լացեց այդ գիշեր։ Լացեց այն երազների համար, որոնք պետք է թաղեր, այն սիրո համար, որը երբեք չէր գա ինչպես անձրը, այն ազատության համար, որը կփոխվեր ստորագրությամբ, բայց երբ նայեց պապին, նրա աչքերում տեսավ ոչ միայն խնդրանքը, այլ լուռ աղերսանքը նրանից, ով չի ուզում հեռանալ ընտանիքը թողնելով անորոշության մեջ, եւ այնուհետ կոտրված սրտով, բայց հաստատուն ձայնով նա ասաց այո, ամուսնությունը տեղի ունեցավ 3 շաբաթ անց, փոքրիկ անկենդան արարողությամբ, եկեղեցին զարդարված էր սպիտակ ծաղիկներով, որոնք անեմիկ էին թվում։ Կեսօրվա սառը լույսի ներքո, Անուշը կրում էր մորից փոխարված զգեստը, ով այլս այնտեղ չէր, որ տեսներ նրան քայլելիս դեպի զոհասեղան, Արամը մուգ կոստյումով էր, դեմքը անթափանցելի, աչքերը հեռավոր կետին ուղղված, ասես գործնական հանդիպման լիներ, այլ ոչ թե այն օրը, երբ պետք է իր կյանքը միացներ մեկ ուրիշի կյանքին, երբ քահանան հարցրեց, թե արդյոք նա ընդունում է Անուշին որպես կին, դադար եղավ, չափազանց երկար, չափազանց ծանր դադար, եւ այնուհետ, ինչպես մեկը, ով ստորագրում է սովորական պայմանագիր, նա ասաց. Ընդունում եմ, համբույր չեղավ, խնջույք չեղավ, միայն ստորագրություն Գրանցամատյանում լռություն, որն ավելի ծանր էր, քան ցանկացած բառ կարող էր լինել, Արամյանների առանձնատունը գտնվում էր Երանի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում, մարմարից ապակուց կառուցված տպավորիչ շինություն, շրջապատված կատարելապես ձավորված, բայց կյանքից դատարկ այգիներով, երբ Անուշը առաջին անգամ մտավ այնտեղ, գրելով ընդամենը 2 ճամպրուկ անորոշ ապագայի ծանրությունը, ցուրտ զգաց իր ոսկորների միջով։ Դա կենտրոնական օթորակման ցուրտը չէր, դա մի վայրի ցուրտն էր, որտեղ ոչ ոք երբեք չէր բարձրաձայն ծիծաղել, որտեղ ոչ ոք երբեք չէր լացել առանց թաքնվելու, որտեղ զգացմունքները վերաբերվում էին որպես բնավորության թերություններ, Զարուհին ընդունեց նրան ապակու պես սուր ժպիտով։ Նա էլեգանտ կին էր, կատարյալ հանգույցով հավաքված մազերով աչքերով, որոնք ամեն ինչ բոլորին չափում էին հաշվարկված արամարանքով, նա կրում էր բաց գույնի կոստյումներ մարգարիտներ, խոսում էր այն արհեստական շեշտադրումով, ով իր կյանքն անցկացրել էր, փորձելով
Թաքցնել, թե իրականում որտեղից է եկել, բարի գալուստ ձեր նոր տուն, ասաց Զարուհին, խոսքերը հոսում էին մեղրի քողարկված թույնի պես, հուսով եմ, որ դուք կհասկանաք ձեր դերը այստեղ, այս ամուսնությունը, ինչպես բոլորը գիտեն, ձականություն է։ Արամը զբաղված մարդ է, պարտականություններով, որոնք գյուղական վայրերից մի աղջիկ հնարավոր է լիովին չհասկանա, ես առաջարկում եմ, որ դուք չխանգարեք նրա առօրյային, Անուշը կուլ տվեց արցունքները գլխով արեց, Արամը նույնիսկ ներկա չէր։ Նա արարողությունից հետո անմիջապես գնացել էր գրասենյակ, այդ առաջին գիշեր Անուշը մենակ ճաշեց հսկայական սեղանի շուրջ, շրջապատված ծառաներով, ովքեր նրան վերաբերվում էին հեռավոր քաղաքավարությամբ, ինչպես նրանք, ովքեր հրամաններ են կատարում, բայց կարիք չունեն հարգելու։ Նրա համար նախատեսված սենյակը գտնվում էր երկրորդ հարկում, Արամի սենյակից հեռու, այն գեղեցիկ էր, շքեղ մետաքսե սավաններով ծածկված թագավորական մահճակալով այգու տեսարանով, բայց այն ցուրտ էր, անձնական, ինչպես 5 աստղանի հյուրանոցի սենյակ, որտեղ երբեք քեզ տանը չես զգում, Անուշը նստեց մահճակալի եզրին, թույլ տվեց արցունքներին թափվել, առաջին անգամ նա թույլ տվեց իրեն զգալ այն ամենի ամբողջ ծավալը, ինչ ընդունել էր, նա վաճառել էր իր կյանքի 1 տարին, հանձնել էր իր ազատությունը, համաձայնվել էր անտեսանելի լինել։ Օրերը ձգվում էին որպես ստվերներ, Անուշը արթնանում էր վաղ առավոտյան, ինչպես միշտ արթնացել էր ֆերմայում, փորձում էր որևէ նպատակ գտնել այդ տանը, որտեղ ոչ ոք իր կարիքը չուներ, Արամը դուրս էր գալիս մինչ արածակը վերադառնում ուշ գիշերով, երբ նա արդեն իր սենյակում էր։ Նրանք չէին խոսում, չէին նայում միմյանց, նրանք ապրում էին նույն տանիքի տակ, որպես երկու անծանոթներ, ովքեր կիսել էին վերելակը, մոռացել էին տարբեր կոճակներ սեղմել, բայց Անուշը հեշտությամբ հանձնվող կին չէր, նա մեծացել էր, տեսնելով իր պապին չոր հողը դարձնելով։ Բերքատու դաշտ սովորել էր, որ համբերությունը նվիրվածությունը կարող են լեռներ շարժել, այսպիսով, ամաչկոտորեն, նա սկսեց փորձել հասնել այն մարդուն, ով իր ամուսինն էր միայն թղթի վրա, նա սկսեց ավելի վաղ արթնանալ, իջնելով խոհանոց մինչ ծառաների գալը։ Նա պատրաստում էր թարմ սուրճի, տնական հացի, եգիպտացորենի ալյուրով տորթի բույրը, որը նրան սովորեցրել էր իր տատիկը, ամեն ինչ դնում էր ճաշասեղանին, պարզ գրությամբ։ Բարի լույս, Արամ, հուսով եմ, որ ձեզ դուր կգա, նա երբեք չէր պատասխանում, բայց նա նկատում էր, որ սուրճը խմվում էր, որ հացը անհետանում էր, դա քիչ էր, բայց ինչ-որ բան էր, Անուշը սկսեց շրջել տանը, ուսումնասիրելով յուրաքանչյուր անկյուն, յուրաքանչյուր մանրուք, նա հայտնաբերեց գրադարանը 3-րդ հարկում, մոռացված մի վայր, որտեղ հին գրքերը փոշի էին հավաքում, ամբողջ կեսօրեր անցկացրեց այնտեղ, կարդալով ժամանակակից գյուղատնտեսության կայուն կառավարման համակարգերի, դաշտում նորարարությունների մասին, եւ հենց այնտեղ էր, դեղնած թղթերի կույտերի մեջ, որ նա գտավ արամյան ագրոարդյունաբերություն ի հին հաշվետվությունները, նա ուսումնասիրեց ամեն ինչ, գործողությունները, թվերը, թերությունները, ներուժը, եւ այնուհետ գաղտնի, նա սկսեց նախագիծ մշակել։ Կայուն գյուղատնտեսության ամբողջական համակարգ, որը կարող էր հեղափոխել ընկերությունը, ջրի խելացի օգտագործում, բերքի պտտեցում, արային էներգիայի հետ ինտեգրում, ծախսերի կրճատում, արտադրողականության բարձրացում, դա հրաշալի էր, դա համարձակ էր։ Դա այն ամենն էր, ինչ անհրաժեշտ էր Արամին, բայց ինչը նա երբեք չէր խնդրի նրանից, Անուշը տպեց նախագիծը, զգուշորեն կազմեց դրեց նրա գրասենյակի սեղանին, առանց անվան, առանց ճանաչման խնդրանքի, միայն մի գրություն։ Սա կարող է փոխել ամեն ինչ, հուսով եմ, որ դուք կքննարկեք, շաբաթներ անցան, Արամը երբեք չհիշատակեց նախագիծը, Անուշը չգիտեր, թե արդյոք նա նույնիսկ կարդացել էր, ամեն օր այն հույսը, որը նա կրում էր, նվազում էր, ինչպես մոմը, որը այրվում է առանց որևէ մեկի լույսը նկատելու, այն գիշերներին, երբ մենակությունը չափազանց էր սեղմում, Անուշը դուրս էր գալիս այգի, նստում էր քարե նստարանին շատրվանի մոտ նայում աստղերին, հիշելով ֆերման, հողի բույրը, այն ազատությունը, որն ուներ մինչ ամեն ինչ փոխելը խոստման հետ, որը ոչ ոք մտադիր չէր կատարել, հենց այդ պահերին էր, որ նա իրեն թույլ էր տալիս հարցնել, թե արդյոք ճիշտ ընտրություն էր կատարել, արդյոք պապը, Սարգիսը, իսկապես գիտեր, թե ինչ էր խնդրում։ Արդյոք պատիվ կար սեփական երջանկությունը զոհաբերել այն հողերի համար, որոնք հնարավոր է, որ արդեն կորցրած էին ցանկացած դեպքում, մի գիշեր նա այգում էր, երբ քայլեր լսեց, շրջվեց, առաջին անգամ շաբաթների ընթացքում տեսավ Արամին, նա կոստյումով էր, բայց փողկապը թուլացած էր, նրա դեմքին ինչ-որ տարբեր բան կար, հոգնածություն։ Հնարավոր է, կամ ինչ-որ ավելի խորը բան, որը նա թույլ չէր տալիս արտահայտվել, Անուշ, նա ասաց, դա առաջին անգամ էր, որ նա արտասանեց նրա անունը ամուսնությունից ի վեր, դուք կարիք չունեք դա անելու, ճաշերը, գրությունները, անհրաժեշտ չէ, անհրաժեշտ չէ։ Թե դուք չեք ուզում, հարցրեց նա, ձայնը ավելի հաստատուն դուրս եկավ, քան սպասում էր, Արամը նայեց նրան, կարճ վայրկյանով Անուշին թվաց, թե ինչ-որ բան տեսավ այդ սառցե դիմակի հետում, բայց հետո նա շեղեց հայացքը, դա պարզապես համաձայնագիր է, Անուշ։
Մի ծածնենք, թե դա ուրիշ բան է, և դրանով նա վերադարձավ ներս, թողնելով նրան մենակ աստղերի տակ, սիրտը ավելի կոտրված, քան առաջ, 30 օրն ավարտվեց, 30 օր լռություն, մերժում, առաջարկված մերժված սեր, Անուշը փորձել էր բոլոր հայտնի ձերով։ Նա պատրաստել էր, գրել էր, նախագծել էր, սպասել էր, բայց Արամը մնաց անհասանելի առանց դրան ամրոց, մարդ, ով այնքան լավ էր սովորել չզգալ, որ լիովին մոռացել էր, թե ինչպես դա անել, Զարուհին դիտում էր ամեն ինչ չքողարկված բավարարվածությամբ։ Նա հարսի մեջ տեսնում էր սպառնալիք, որը պետք է չեզոքացվեր, մի տարօրինակ տարր, որը կարող էր փափկացնել որդուն, դարձնել նրան խոցելի, այսպիսով, իշխանության խաղը միշտ լավ խաղացողի դաժան նրբությամբ, նա խոչընդոտում էր Անուշի յուրաքանչյուր փորձին։ Գրությունները անհետանում էին մինչ Արամը դրանք տեսներ, ճաշերը զգուշորեն փոխարինվում էին, նախագիծը, այն հրաշալի աշխատանքը, որը կարող էր փոխել ամեն ինչ, թաքցված էր կողպված դարակում, ասես երբեք գոյություն չէր ունեցել, Անուշը ոչինչ չգիտեր այդ մասին, նա հավատում էր, դեռ հավատ ունեցողի ցավով, որ Արամը պարզապես չէր մտածում, որ նա իսկապես անտեսանելի էր նրա համար, և աստիճանաբար նա սկսեց հասկանալ, որ կարևոր չէ, թե որքան էր ջանք գործադրում, կարևոր չէ, թե որքան սեր էր առաջարկում։ Որոշ պատեր չափազանց բարձր են բարձրանալու համար, որոշ սրտեր չափազանց սառն են տաքացնելու համար, հինգշաբթի առավոտյան էր, երբ կանչը եկավ, պաշտոնական հաղորդագրություն, ուղարկված Արամի քարտուղարի կողմից, խնդրելով նրա ներկայությունը, Արամյան ագրոարդյունաբերությունը։ Ի գլխավոր գրասենյակում ժամը 15-ին, Անուշը զգաց, որ ստամոքսը սեղմվում է, նա գիտեր, թե ինչ էր դա նշանակում, սկզբնական ժամկետը մոտենում էր ավարտին, դրա հետ մեկտեղ ամուսնության կեղծիքը, որը երբեք չէր եղել, նա հագնվեց պարզապես սպիտակ բլուզ, մուգ տաբատ, մազերը հավաքված ցածր հանգույցով։ Նա նայեց հայելու մեջ գրեթե չճանաչեց իրեն նայող կնոջը, միայն մեկ ամսվա ընթացքում նա տարիներով ծերացել էր, աչքերը կորցրել էին այդ փայլը, ուսերին ծանրացած էր մի տխրություն, որը նա չգիտեր, թե ինչպես կրել, Արամյան ագրոարդյունաբերությունը։ Ի գրասենյակը զբաղեցնում էր Մաշտոցի պողոտայի հայելապատ շենքի վերջին հարկերը, Անուշը վերելակ մտավ, սիրտը ուժեղ բաբախելով, հարկ առ հարկ բարձրանալով մինչ 23-րդը, ընդունարանը տպավորիչ էր, ամբողջությամբ ձավորված մոխրագույն սպիտակ երանգներով։ Ընկերության լոգոն փայլում էր ոսկեգույն տառերով գլխավոր պատին, քարտուղարը, միջին տարիքի կին, պրոֆեսիոնալ ժպիտով, նրան ուղեկցեց հանդիպումների սենյակ, և հենց այնտեղ էր, այդ ցուրտ անձնական միջավայրում, որ Անուշը առաջին անգամ տեսավ Արամին շաբաթների ընթացքում։ Նա նստած էր սեղանի գլխին, շրջապատված Զարուհիով մուգ կոստյումով մի մարդով, ում Անուշը ենթադրեց, որ ընտանիքի փաստաբանն էր։ Անուշ, խնդրում եմ, նստեք, ասաց Արամը, ձայնը չեզոք էր, առանց որևէ զգացմունքի, նա նստեց։ Ձեռքերը թեթակի դողում էին ծնկների վրա։ Արամը սեղանի վրայով մի թղթապանակ սահեցրեց դեպի նա, դրանք թղթեր էին, շատ թղթեր, ամուսնալուծություն, նա անմիջապես հասկացավ, իրավաբանական տառերը պարում էին նրա մշուշված աչքերի առաջ, ինչպես պայմանավորված էր, համաձայնագիրը կատարվեց, ասաց Արամը։ Խոսքերը մեխանիկական էին, փորձված, Սուրբ Լուսավորչի ֆերմայի պարտքերը մարվեցին, ընկերությունում իմ դիրքն ամրապնդված է, այսօրվանից դուք ազատ եք ձեր կյանքը վերսկսելու համար, ազատ, կրկնեց Անուշը, բառը դառը հնչեց բերանում, այսպես եք անվանում դա։ Զարուհին առաջ թեքվեց, ժպիտը սուր, ինչպես միշտ, սիրելիս, դա բիզնես համաձայնագիր էր, բոլորս էլ շահեցինք, դուք փրկեցիք ձեր հողերը, Արամը ապահովեց իր կայսրությունը, հիմա յուրաքանչյուրը կարող է գնալ իր ճանապարհով, եւ որպես ձեր համագործակցության փոխհատուցում, շարունակեց Արամը, դեռ այն տոնով, ով ինչ-որ գործարք է կնքում, ես ձեր անունով բնակարան եմ տրամադրել լավ թաղամասում, ինչպես նա ամսական թոշակ, որը կապահովի ձեր հարմարավետությունը։ Ամեն ինչ նշված է փաստաթղթերում, Անուշը նայեց նրան, իսկապես նայեց, փորձելով որե մարդկայնության նշան գտնել այդ կատարյալ սառը դեմքին, փորձելով գտնել այն տղային, ով, ըստ պապի Սարգիսի, մի օր խաղացել էր իր հետ, երբ նրանք երեխա էին։ Փորձելով գտնել որե բան, որը կարդարացներ այն տարին, որը նա համաձայնվել էր տալ, բայց ոչինչ չկար, միայն դատարկություն, առաքելությունը կատարված է, ասաց Արամը, այդ երկու բառերը Անուշի դեմքին ապտակի պես էին, դրանք նվազեցրին այն ամենը, ինչ նա զգացել էր, այն ամենը, ինչ նա փորձել էր, մինչ մի պարզ, հաջող արտրային գործարքի, փաստաբանը գրիչը մղեց նրա կողմը, մատնացույց անելով կետավոր գծերը, որոնք սպասում էին նրա ստորագրությանը, Անուշը վերցրեց գրիչը, զգալով դրա ծանրությունը, ասես այն կապարից լիներ։ Մի պահ բոլորը սենյակում սպասեցին, Զարուհին բավարարվածությամբ, փաստաբանը պրոֆեսիոնալ անհամբերությամբ, Արամը այն սառցե անտարբերությամբ, որը նա սովորել էր ճանաչել, եւ այնուհետ Անուշի ներսում ինչ-որ բան կոտրվեց, դա աղմկոտ կոտրվածք չէր, այլ լուռ,
Ինչպես երբ պարանը ձգվում է մինչ այլս չի կարողանում պարզապես կտրվում է, նա նայեց այդ թղթերին, այն բնակարանին, որը չէր խնդրել, այն թոշակին, որը ողորմության պես էր հնչում, այն մարդուն, ով երբեք նրան չէր տեսել ավելին, քան անհրաժեշտ ակտիվ, հասկացավ բյուրեղյա պարզությամբ։ Նա ավելի արժեքավոր էր, քան դա, նա ավելի շատ արժանապատվություն ուներ, քան դա, նա ավելի շատ ինքնասեր ուներ, քան դա, Անուշը վեր կացավ, թույլ տալով գրիչին ընկնել սեղանին չոր ձայնով, որը արձագանքեց սենյակում, ոչ նա ասաց։ Ձայնը հաստատուն էր առաջին անգամ, ինչ մտել էր այդ գրասենյակ, ինչպես թե ոչ, հարցրեց Զարուհին, անկեղծ զարմանքը հատեց նրա գերակայության դիմակը, ես չեմ ընդունի ձեր բնակարանը, ես չեմ ընդունի ձեր թոշակը, ես չեմ ընդունի ոչինչ, ինչը կարեկցության կամ պարտավորության համ ունի, Անուշը։ Ուղիղ նայեց Արամին, այս անգամ առաջինը հայացքը շեղեց նա, դուք կարող եք պահել ձեր կայսրությունը, Արամ, կարող եք պահել ձեր կատարյալ դատարկ կյանքը, կարող եք պահել այն ամենը, ինչ կարծում եք, որ կարևոր է, բայց չեք կարողանա պահել այն հիշողությունը, որ մարդ լինելու հնարավորություն ունեցաք ընտրեցիք մեքենա լինել, եւ այնուհետ թագուհու արժանապատվությամբ, ով հրաժարվում է գահից, որը երբեք չէր ուզել, Անուշը թիկունքը շրջեց դուրս եկավ այդ սենյակից, նա քայլեց միջանցքով, իջավ վերելակով, անցավ։ Նախասրահը դուրս եկավ Մաշտոցի պողոտա, կեսօրվա առը ուժեղ հարվածում էր նրա դեմքին, առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում Անուշը ժպտաց, դա տխուր ժպիտ էր, արցունքներով թրջված, բայց իրական էր, դա նրա ժպիտն էր, այդ գիշեր նա լքեց Արամյանների առանձնատունը, տանելով միայն այն երկու ճամպրուկները, որոնցով եկել էր, նա հետ չնայեց, հաղորդագրություն չթողեց, պարզապես հեռացավ, ինչպես մեկը, ով փակում է ցավալի գլուխը վերջապես որոշում է սկսել գրել իր սեփականը։ Եվ մինչ տաքսին հեռանում էր Մարմարե սառցե այդ տնից։ Անուշը խոստում տվեց իրեն։ Երբեք այլս թույլ չէր տա, որ որևէ մեկը իրեն անտեսանելի զգա, երբեք այլս չէր փոխի իր էությունը որևէ տեսակի համաձայնագրի հետ, երբեք այլս չէր մոռանա, որ ինքն ավելի շատ էր արժե, շատ ավելին, քան ցանկացած կայսրություն կարող էր առաջարկել։ 3 ամիս անց Անուշը մեկ այլ մայրցամաքում էր, միջերկրածովյան արի տակ, վերածված իր մի տարբերակի, որը նա նույնիսկ չգիտեր, որ կարող էր գոյություն ունենալ, բայց դա արդեն հաջորդ պահի պատմություն է, առայժմ։ Ասեք ինձ ձեր կարծիքը այս պատմության մասին, ինչպես եք կարծում, որ այն կավարտվի, հունական Սանտորինի կղզին հայտնի է իր անհնարին մայրամուտներով, իր սպիտակ տնակներով, որոնք կախված են ժայռերից անհնարին կապույտ ծովի վրա, լինելով այն վայրը, ուր մարդիկ գնում են մոռանալու կամ իրենց գտնելու համար։ Անուշը այնտեղ հասավ առանց ծրագրերի, առանց սցենարի, ընդամենը մի ուսապարկով սրտով, որը դեռ արյուն էր հոսում, բայց որը աստիճանաբար սովորում էր սպիանալ, առաջին օրերին նա հազիվ էր դուրս գալիս փոքրիկ հյուրանոցից, որտեղ կանգ էր առել։ Նա մնում էր պատշգամբում, նայելով ծովին, թույլ տալով, որ աղի քամին լվանա այն ամենը, ինչ նա ստիպված էր եղել լինել, շատ լացեց յուրաքանչյուր սիրով պատրաստված անտեսված ճաշի համար, յուրաքանչյուր գրված դեն նետված գրության համար, իրենից յուրաքանչյուր կտորի համար, որը նա առաջարկել էր մի մարդու, ով երբեք չէր ուզել ստանալ, բայց աստիճանաբար արցունքները չորացան, դրանց փոխարեն սկսեց աճել ինչ-որ նոր բան, ինչ-որ ուժեղ բան, ինչ-որ բան, որը Անուշը չէր ճանաչում, բայց որը սովորում էր ճանաչել։ Ինքը իրեն, անգլիացի Մարգարիտ անունով կինն էր, ով առաջինը դուրս հանեց նրան սենյակից, Մարգարիտը Օյա գյուղի փոքրիկ արվեստի պատկերասրահի սեփականատերն էր, 60 տարեկան մի կին, սպիտակ թափանցող մազերով աչքերով, որոնք տեսնում էին այն բաները, որոնք մարդիկ փորձում էին թաքցնել, նա գտավ Անուշին մենակ նստած մի պանդոկում, սնունդը ափսեի մեջ հրելով առանց իրականում ուտելու, պարզապես նստեց նրա դիմաց, առանց թույլտվություն խնդրելու, դուք վիրավորված եք, ասաց Մարգարիտը, առանց շեղումների։ Բայց դեռ կոտրված չեք, ես դա տեսնում եմ ձեր աչքերում, Անուշը փորձեց ժպտալ, բայց դա թույլ ժպիտ էր, երբեմն դժվար է տարբերությունը իմանալ, Մարգարիտը գինի պատվիրեց, 2 բաժակ, առատորեն լցրեց երկուսն էլ, տարբերությունը, սիրելիս, այն է, որ վիրավորվածը կարող է բուժվել, եւ երբ բուժվում է, ավելի ուժեղ է դառնում, քան առաջ էր, այդ գիշեր Մարգարիտը պատմեց իր սեփական պատմությունը, 30 տարվա ամուսնություն, որն ավարտվեց, երբ ամուսինը նրան փոխեց ավելի երիտասարդ կնոջ հետ, ցավը, նվաստացումը, ոչինչ չարժենալու զգացումը։ Եվ այնուհետ նորից սկսելու որոշումը, գալ այս կղզի, բացել պատկերասրահը, սովորել նկարել, ապրել, լինել ամբողջական, առանց որևէ մեկի կողմից իր գոյությունը հաստատելու կարիքի, դուք կարող եք ափսոսել, կամ կարող եք որոշել, որ այս ցավը կլինի ձեր փոխակերպման վառելիքը, բայց դա պետք է լինի ձեր որոշումը, ասաց Մարգարիտը, աչքերը հառած Անուշի աչքերին, ոչ ոք չի կարող դա անել ձեր փոխարեն, եւ այսպես, անծանոթի օգնությամբ, ով ընկեր դարձավ, Անուշը սկսեց վերացնվել։ Նա ընդունեց ժամանակավոր աշխատանք Մարգարիտի ընկերոջ
Փոքրիկ լողափնյա ակումբում մատուցելով խմիչքներ սովորելով նորից ժպտալ, նա սկսեց քայլել կղզով, բարձրանալով ոլորուն ճանապարհներով, զգալով, որ ոտքերը այրվում են, թոքերը լցվում մաքուր օդով, նա մազերը կտրեց, դրանք ավելի կարճ, ավելի թեթ դարձնելով։ Նա նոր հագուստներ գնեց, թեթ զգեստներ, որոնք պարում էին քամու տակ, գույներ, որոնք երբեք չէր կրել նախկինում։ Նա սովորեց մի քանի հունարեն բառ, ծիծաղեց իր սեփական սխալների վրա, թույլ տվեց իրեն ամեն ինչում սկսնակ լինել, բայց հենց գիշերը, սենյակի լռության մեջ, Անուշն արեց այն, ինչն իսկապես կարող էր, նա վերցրեց իր հետ բերած նոթբուքը, սկսեց աշխատել, նա վերցրեց իր կուտակած ամբողջ գիտելիքը, Արամյանների առանձնատան մոռացված գրադարանում անցկացրած ուսումնասիրության բոլոր ժամերը, դա վերածեց կոնկրետ բանի։ Նա կատարելագործեց կայուն գյուղատնտեսության նախագիծը, որը թողել էր Արամի գրասենյակում, նա բարելավեց, ընդլայնեց, մանրամասնեց յուրաքանչյուր տեխնիկական կողմ, յուրաքանչյուր թիվ, յուրաքանչյուր կանխատեսում, եւ երբ այն վերջապես պատրաստ էր, կատարյալ, հեղափոխական, նա այն ուղարկեց, ոչ թե ուղիղ Արամին, ոչ թե իր անունով, այլ Արամյան ագրոարդյունաբերություն ի նորարարության բաժին, անանուն էլեկտրոնային հասցեով, ընդամենը մեկ ներկայացման տողով։ Այս նախագիծը կարող է փրկել ձեր ընկերությունը, զգուշորեն քննարկեք, Անուշը սեղմեց ուղարկելու կոճակը, փակեց նոթբուքը, զգալով բավարարվածության մելամաղձության տարօրինակ խառնուրդ, նա դա չէր անում Արամի համար, նա դա անում էր, քանի որ նախագիծը չափազանց լավն էր դարակում մեռնելու համար, քանի որ այն ներկայացնում էր այն ամենը, ինչ նա գիտեր, հավատում էր, քանի որ որոշ բաներ արժանի են գոյություն ունենալ, անկախ նրանից, թե ով է դրանցից օգուտ քաղելու, օրերը շաբաթներ դարձան։ Անուշը ծաղկեց հունական արի տակ, ինչպես բույսը, որը վերջապես գտավ ճիշտ հողը, նրա դեմքը գույն ստացավ, նրա մարմինը ուժեղացավ լողափնյա ակումբում աշխատանքից երկար քայլերից, նա սկսեց ընկերություն անել տեղացիների այլ ճանապարհորդների հետ, աշխարհի բոլոր անկյուններից մարդիկ, ովքեր նույնպես ունեին իրենց պատմությունները, իրենց ցավերը, իրենց որոնումները, եւ առաջին անգամ որքան հիշում էր, Անուշը իրեն ազատ զգաց, դա պարտավորություններ չունենալու ազատությունը չէր, այլ հենց այն լինելու ազատությունը, ով նա էր, առանց ձավորվելու կարիքի, առանց իրեն նվազեցնելու կարիքի, առանց գոյություն ունենալու համար թույլտվություն խնդրելու կարիքի։ Հուլիսի մի տաք կեսօր էր, երբ ամեն ինչ փոխվեց, Անուշն աշխատում էր լողափնյա ակումբում, հմայիչ մի վայր, որը կառուցված էր փայտե հարթակի վրա, որը տարածվում էր բյուրեղյա ջրերի վրա, նա կրում էր թեթ փիրուզագույն զգեստ, մազերը բաց էին խճճված ծովի քամուց, մարմնի վրա փայլում էին արահարված մաշկի ջրի կաթիլները, նա խմիչքներ էր մատուցում իտալացի զբոսաշրջիկների մի խմբի, ծիծաղելով մի կատակի վրա, որը նրանցից մեկը պատմել էր կոտրված պորտուգալերենով, երբ նա զգաց այն տարօրինակ զգացումը, որ իրեն դիտում են, նա շրջվեց, աշխարհը կարծես կանգ առավ, Արամը այնտեղ էր, մի քանի մետր հեռավորության վրա, նստած լողափնյա աթոռներից մեկի վրա, լիովին անշարժացած, նայելով նրան, ասես ուրվական տեսներ, նա տարբեր էր, Անուշը նկատեց, ավելի նիհար, հնարավոր է, նրա աչքերի տակ կապտուկներ կային, անթերի կոստյումը, որը նա միշտ կրում էր, փոխարինվել էր թեթ վերնաշապիկով կտավե տաբատով, բայց այն, ինչն ամենաշատը ցնցեց նրան, նրա դեմքի արտահայտությունն էր, դա այն սառցե անտարբերությունը չէր, որը նա սովորել էր սպասել, դա շոկի, զարմանքի ինչ-որ ավելի խորը բանի մեջ էր, որը նա չէր կարողանում անվանել, երկար պահ նրանք պարզապես նայեցին միմյանց, Անուշը զգաց, որ սիրտը արագանում է, բոլոր վերքերը, որոնք նա կարծում էր, որ սպիացել էին, սպառնում էին նորից բացվել, բայց հետո, խորը շունչ քաշեց, բարձրացրեց գզակը, արեց միակ բանը, որն իմաստ ուներ, ժպտաց, ոչ թե նրան, այլ իրեն, մի ժպիտ, որը ասում էր, որ նա գոյատել է, որ նա փոխվել է, որ նա այլս այն վախեցած աղջիկը չէր, ով ընդունում էր ուշադրության փշրանքներ, եւ այնուհետ միտումնավոր թիկունքը շրջեց, շարունակեց աշխատել։ Արամը չէր կարողանում մարսել այն, ինչ տեսնում էր, նա եկել էր Սանտորինի փախչելու, փորձելու որե խաղաղություն գտնելու, որը ընկերությունը, կայսրությունը, այն կյանքը, որը նա կառուցել էր, այլս չէին կարողանում առաջարկել։ Վերջին 3 ամիսները դժոխք էին եղել այն ձով, որը նա երբեք չէր պատկերացրել, ոչ թե աշխատանքի, դժվար որոշումների, չփակվող թվերի դժոխքը, այլ դատարկ տան լուր դժոխքը, մենակ ճաշերը, գիշերվա կեսին արթնանալը այն զգացումով, որ ինչ-որ էական բան պակասում էր, եւ հիմա այնտեղ էր նա, Անուշը։ Բայց դա այն Անուշը չէր, որին նա հիշում էր, այն ամաչկոտ աղջիկը, ցածր աչքերով, կոր ուսերով, անհետացել էր, նրա փոխարեն մի հիասքանչ, վստահ, շողացող կին կար, նա շարժվում էր բնական շնորհքով, հեշտությամբ ծիծաղում էր, ամբողջ դեմքը լուսավորվում էր, երբ ժպտում էր, եւ Արամը հասկացավ մի ազդեցությամբ, որը նրան անշնչացրեց, որ նա երբեք իրականում չէր նայել նրան նախկինում, նա փորձեց մոտենալ, բայց նրան կանգնեցրեց լողափնյա ակումբի աշխատակիցներից մեկը, հսկահույն Անդրեաս անունով, ով, ըստ ելույթին,
Պաշտպանողական բնազդ էր զարգացրել Անուշի հանդեպ, պարոն, եթե կարող եք հեռու մնալ անձնակազմից, մինչ նրանք աշխատում են, դա գնահատելի կլինի, ասաց Անդրեասը, տոնը քաղաքավարի, բայց հաստատուն, Արամը վերադարձավ լողափնյա աթոռին, չկարողանալով հայացքը կտրել նրանից, նա դիտում էր, թե ինչպես էր նա շփվում հաճախորդների հետ, միշտ քաղաքավարի, միշտ ներկա, նա տեսավ, թե ինչպես էր նա ծիծաղում մի երեխայի վրա, ով իր վրա հյութ էր թափել, օգնեց նրան մաքրել առանց աղջկան ված զգալու, նա տեսավ, թե ինչպես էր նա կանգ առել, բացատրելու ինչ-որ բան մի տարեց զբոսաշրջիկի, ով շփոթված էր թվում մենյուի հետ, նա տեսավ մարդկայնություն, ջերմություն, կյանք, եւ ինչ-որ բան իր ներսում, ինչ-որ բան, որն այնքան երկար էր քնած եղել, որ նա նույնիսկ չգիտեր, որ գոյություն ուներ, սկսեց արթնանալ, երբ Անուշի հերթափոխն ավարտվեց, արդեն մթնշաղ էր, Արամը մնացել էր այնտեղ ամբողջ օրը, ծածնելով, թե գիրք է կարդում, որից ոչ մի բառ չէր ընկալում, խմիչքներ էր պատվիրում, որոնց հազիվ էր դիպչում, պարզապես սպասելով, երբ նա տեսավ, որ նա հրաժեշտ է տալիս իր գործընկերներին, սկսում է բարձրանալ դեպի գյուղ տանող ճանապարհով, նա վերջապես շարժվեց, Անուշ, նա կանչեց, ձայնը խռպոտ, այնքան լռությունից, նա կանգ առավ, բայց անմիջապես չշրջվեց, երբ վերջապես դա արեց, նրա դեմքը հանգիստ էր, բայց հեռավոր, Արամ, նա ասաց, նրա ձայնում նրա անունը տարբեր էր հնչում այն ամենից, ինչ նա երբել լսել էր, ես պետք է խոսեմ ձեզ հետ, նա սկսեց, հասկանալով, որ չգիտի, թե ինչ ասի, բոլոր բառերը անտեղի էին թվում, չափազանց փոքր պահի համար, մենք կարիք չունենք ոչինչ խոսելու, Արամ, պայմանագիրն ավարտվեց։ Մենք այլս ոչ մի պարտավորություն չունենք միմյանց հանդեպ, խնդրում եմ, մի քանի րոպե, Անուշը երկար պահ ուսումնասիրեց նրան, այնուհետ, հոգոց հանելով, ճանապարհի եզրին գտնվող փոքրիկ սրճարանը ցույց տվեց, նրանք նստեցին դրսի սեղանի շուրջ, ծովը տարածված նրանց ներքում, երկինքը սկսում էր վարդագույն նարնջագույն երանգներ ստանալ, ինչ եք անում այստեղ, հարցրեց Արամը, հարցը ավելի մեղադրական դուրս եկավ, քան նա մտադիր էր, Անուշը հոնքը բարձրացրեց, աշխատում եմ, ապրում եմ, երջանիկ եմ, բաներ, որոնք, կարծում եմ, ձեզ համար տարօրինակ հասկացություններ են։ Կծու խոսքը դիպավ ուղիղ թիրախին, Արամը հետ քաշվեց, ասես ֆիզիկապես հարվածված լիներ, ես դրան արժանի եմ, խոստովանեց նա, ավելի շատ բանի եք արժանի, քան դա, ասաց Անուշը, ձայնը դեռ հանգիստ էր, բայց ներքում պողպատի պես հաստատուն, բայց ես շահագրգռված չեմ ձեզ վճարելու մեջ, ես իրականում ընդհանրապես շահագրգռված չեմ ձեզնով, այսպիսով, եթե թույլ կտաք, նա սկսեց վեր կենալ, բայց Արամը ձեռքը մեկնեց, գրեթե դիպչելով նրանին, բայց վերջին վայրկյանին կանգ առնելով, ասես այլս իրավունք չունենար, Անուշ, ես սխալվել էի, ամեն ինչում, ձեր մասին, մեր մասին, ես չգիտեի։ Ինչ, նա ընդհատեց նրան, հիմա կրակ կար նրա աչքերում, չգիտեի, որ ես մարդ էի, որ զգացմունքներ ունեի, որ փորձում էի այդ ամուսնական կեղծիքը գործել, մինչ դուք ինձ հիվանդության պես էիք վերաբերվում, Արամը կուլ տվեց, նրա յուրաքանչյուր բառ ճիշտ էր, ցավում էր ավելի շատ, քան ցանկացած կորցրած հանդիպում, ցանկացած անհաջող գործարք երբեք ցավեցրել էր, դուք ճիշտ եք, Անուշը վերջապես ասաց, նորից նստելով, բայց հեռավորություն պահելով, դուք սխալվել եք, ամեն ինչում, եւ հիմա պետք է ապրեք դրա հետ, ինչպես ես ստիպված էի ապրել ամեն օր լիովին առաջարկվելու մերժվելու նվաստացումով, հիմա, եթե իսկապես թույլ կտաք, ես պլաններ ունեմ երեկոյի համար, եւ դրանով նա վեր կացավ ու գնաց, Արամին մենակ թողնելով նստած, մինչ Արը մայր էր մտնում հորիզոնում, բայց Արամը չհանձնվեց։ Չէր կարող, առաջին անգամ կյանքում նա գտել էր մի բան, որը թվերն ու ռազմավարությունները չէին կարող լուծել, նա վերադարձավ լողափնյա ակումբ հաջորդ օրը, եւ հաջորդ օրը, եւ հաջորդ օրը, միշտ դիտելով նրան հեռվից, միշտ փորձելով քաջություն գտնել նորից մոտենալու համար, միշտ քաղաքավարի, բայց հաստատուն կերպով մերժվելով, 5-րդ օրն էր, երբ ամեն ինչ հասավ սահմանին, շաբաթ էր, լողափնյա ակումբը լեփ-լեցուն էր, Անուշը հատկապես շողացող էր այդ օրը, կրելով համեստ, բայց էլեգանտ բիկինի, ծածկված թափանցիկ լողափնյա զգեստով, նա գնացել էր լողալու իր ընդմիջման ժամանակ, հիմա վերադառնում էր, թաց մազերով, ջրի կաթիլները փայլում էին իր արահարված մաշկի վրա, Արամը տեսավ նրան, ինչ-որ բան իր ներսում կոտրվեց, դա պարզապես գրավչություն չէր, թե դա նույնպես կար այնտեղ։ Ուժեղ անհնար է անտեսել, դա ավելի խորն էր, դա ճանաչում էր, դա զղջում էր, դա ցանկություն էր ոչ միայն տիրապետելու, այլ պատկանելու, արժանի լինել նրան, նա վեր կացավ մոտեցավ նրան, հանելով իր կտավե պիջակը, որը բերել էր, Անուշ, ծածկվեք, նա ասաց, պիջակը մեկնելով նրա կողմը, մարդիկ նայում են, Անուշը կանգ առավ, մի պահ Արամին թվաց, թե մաքուր կատաղության կայծակ տեսավ նրա դեմքին, երբ նա խոսեց, նրա ձայնը ցածր էր, վերահսկվող, բայց լի այն ուժով, որը նա երբեք չէր լսել նախկինում։ Մարդիկ միշտ նայում են։
Արամ, եւ գիտեք էլ ինչ, ինձ չի հետաքրքրում, թե անծանոթներն ինչ են մտածում, ինձ չի հետաքրքրում դատապարտումները, ինձ չի հետաքրքրում այն ծիծաղելի կանոնները, որոնք ձեզ նման մարդիկ ձեր մայրը կարծում են, որ բոլորը պետք է հետեն։ Նա մի քայլ արեց դեպի նա, Արամը բնազդաբար հետ քաշվեց, եւ գիտեք էլ ինչ, դուք կորցրեցիք ինձ հրամաններ տալու իրավունքը այն օրը, երբ ստորագրեցիք այդ ամուսնալուծությունը, կորցրեցիք իմ հագուստի, իմ կյանքի, իմ ընտրությունների մասին կարծիք հայտնելու իրավունքը, դուք ինձ վերաբերվեցիք, ասես ես գոյություն չունեի, երբ լիովին իրավունք ունեիք ինձ տեսնելու, հիմա ուզում եք ինձ ծածկել, որովհետև վերջապես որոշեցիք ինձ տեսնել, չափազանց ուշ է, Արամ, տարիներով ուշ։ Նա վերցրեց պիջակը նրա ձեռքերից հետ նետեց, պահեք դա, պահեք ձեր ուշացած պաշտպանությունը, ձեր անտեղի խանդը, ձեր կարիքը, վերահսկելու այն, ինչ դուք արդեն ոչնչացրել եք, եւ խնդրում եմ դադարեք հայտնվել այստեղ։ Դուք խանգարում եք իմ աշխատանքին, իմ խաղաղությանը, անուշ, խնդրում եմ, Արամը սկսեց, բայց… Նա արդեն հեռանում էր, Անդրեասը հայտնվեց Արամի կողքին, ձեռքը ծալած իր հսկայական կրծքի վրա, կարծում եմ, որ պարոնը ավելի լավ է գնա, աղջիկը հստակ ասաց, որ չի ուզում ձեր ներկայությունը այստեղ, Արամը շուրջը նայեց հասկացավ, որ մի քանի մարդ դիտում էին, ոմանք հետաքրքրությամբ, ոմանք հստակ անհավանությունով, ուղղված իրեն, նա առաջին անգամ կյանքում զգաց դատապարտվելու դառը համը, լինելու պատմության չարագործը, եւ ամենավատն այն էր, որ Անուշը լիովին ճիշտ էր, նա չարագործն էր։ Նա եղել էր հենց սկզբից։ Նվաստացումը նրա երակներում այրվելով, Արամը վերցրեց իր իրերը դուրս եկավ լողափնյա ակումբից, բայց կղզուց դուրս չեկավ, չէր կարող, որովհետև առաջին անգամ հասկանում էր, թե ինչ էր կորցրել, եւ ավելի կարևոր, հասկանում էր, որ Անուշն այլս այն աղջիկը չէր, ով ընդունում էր փշրանքներ, նա դարձել էր մի կին, ով գիտեր իր սեփական արժեքը, եւ այդ արժեքը շատ ավելի մեծ էր, քան այն ամենը, ինչ նա կարող էր առաջարկել։ Այդ գիշեր, մենակ նստած իր հյուրանոցի պատշգամբում, Արամը որոշում կայացրեց։ Նա կհեռանար Սանտորինիից, նա կվերադառնար Հայաստան, բայց չէր վերադառնա նույն մարդը, ինչ-որ բան կոտրվել էր նրա ներսում այդ հունական կղզում, ինչ-որ պատ, որը նա այդքան զգուշորեն կառուցել էր բոլոր այդ տարիների ընթացքում, եւ դրա փոխարեն հիմա ճակ կար, որտեղով լույսը սկսում էր ներս մտնել, Հայաստան վերադառնալու չվերթը Արամի կյանքի ամենաերկարն էր, 15 ժամ ներքին տուրբուլենտություն, հարցեր, որոնք նա երբեք իրեն թույլ չէր տվել տալ, հիշողություններ, որոնք պնդում էին վերակազմավորվել լիովին այլ լույսի ներքո, ամեն անգամ, երբ նա փակում էր աչքերը, տեսնում էր Անուշին, ոչ թե լողափնյա ակումբի Անուշին, շողացող անհասանելի, այլ Անուշին, որին նա անտեսել էր, Անուշին, ով իջնում էր խոհանոց մինչ արածակը սուրճ պատրաստելու համար, Անուշին, ով գրություններ էր թողնում, որոնք նա երբեք չէր կարդում, Անուշին, ով փորձել էր բոլոր հայտնի ձերով հասնել նրան, եւ նա ամեն ինչ վատնել էր, երբ ինքնաթիռը վայրեջք կատարեց Զվարթնոցում, Երանը նրան դիմավորեց իր մոխրագույն երկնքով, ծանր օդով։ Արամը տաքսի վերցրեց ուղիղ դեպի առանձնատուն, Մարմարից։ Ապակուց կառուցված այդ շինությունը, որը միշտ խորհրդանշում էր հաջողություն, ուժ, նվաճում, բայց հիմա, երկաթե դարպասը հատելիս, նա տեսնում էր միայն բանտ, ցուրտ, դատարկ, անկենդան, Զարուհին սպասում էր նրան հյուրասենյակում, նստած իր սիրելի բազկաթոռին, ձեռքին մի բաժակ սպիտակ գինի, կեցվածքը ուղիղ, ինչպես միշտ, նա ժպտաց, տեսնելով նրան մտնելիս, վերջապես վերադարձակ, սկսում էի կարծել, որ դուք որոշել էիք դառնալ այդ հիպիներից մեկը, ովքեր ամեն ինչ թողնում են կղզիներում ապրելու համար, նա ասաց, տոնը թեթև։ Բայց այն քննադատական թելով, որը միշտ ներթափանցում էր նրա խոսքերը, Արամը չպատասխանեց, նա ճամպրուկը դրեց գետնին ուղիղ գնաց իր գրասենյակ, նա պատասխաններ էր փնտրում, նա պետք է հասկանար, որովհետև ինչ-որ բան իմաստ չուներ, Անուշը ասել էր, որ փորձել է հասնել իրեն, բայց նա երբեք ոչինչ չէր ստացել, երբեք չէր տեսել գրություններ, բացի այդ ընդհանուր բարի լույսերից, երբեք չէր տեսել նրա նախագիծը, ոչինչ, նա սկսեց դարակները, պահարանները, դարակաշարերը շուռ տալ, նա փնտրում էր, չիմանալով, թե կոնկրետ ինչ։ Առաջնորդվելով միայն աճող ինտուիցիայով, որ իրեն խաբել են, հենց գրասեղանի ներքին դարակում էր մի դարակ, որը նա հազվադեպ էր օգտագործում, որ նա գտավ բանալին, բառացիորեն, մի փոքրիկ ոսկեգույն բանալի, որը բացում էր գաղտնի բաժին, որի գոյության մասին նա նույնիսկ չէր հիշում, դողացող ձեռքերով նա բացեց բաժինը, եւ այնտեղ ամեն ինչ կար, ծրարներ, տասնյակներով, նրա նուրբ հույսով լի ձեռագրով յուրաքանչյուրի վրա, գրություններ։ Ոչ միայն բարի լույս, այլ ամբողջական տեքստեր, փոքրիկ հաղորդագրություններ, լի քնքշանքով կապ հաստատելու փորձերով, եւ ներքում կազմված թղթապանակ, նախագիծը, կայուն գյուղատնտեսության ամբողջական նախագիծը, որը հեղափոխել էր իր ընկերությունը։ Նախագիծը, որը եկել
Էր անանուն կերպով, որը հաջողությամբ իրականացվել էր միլիոններ խնայելով արտադրողականությունը 40%-ով ավելացնելով Անուշի նախագիծը, Արամը նստեց գետնին շրջապատված թղթի այդ կտորներով, որոնք ներկայացնում էին այն ամենը, ինչ նա կորցրել էր։ Առաջին անգամ մանուկ հասակից ի վեր լացեց, դա լուր զսպված լաց չէր, դա խորը, կործանարար լաց էր մի մարդու, ով վերջապես հասկանում էր իր սեփական սխալի մեծությունը, մի մարդու, ով հասկացավ, որ թանկարժեք բան ուներ ձեռքերում, թույլ էր տվել, որ այն սահի։ Մատների արանքից զուտ կուրությունից, նա սկսեց կարդալ յուրաքանչյուր գրություն, յուրաքանչյուր նամակ, յուրաքանչյուր բառ, որ Անուշը գրել էր իրեն, որոշները պարզ էին, բարի լույս, Արամ, հուսով եմ, որ ձեր օրը արդյունավետ կլինի։ Մյուսներն ավելի խորն էին, գիտեմ, որ սա դժվար է ձեզ համար, գիտեմ, որ ինձ չեք ճանաչում, բայց ուզում եմ, որ իմանաք, որ ես այստեղ եմ, չեմ հանձնվի մեզանից, եւ ուրիշներն էլ սրտաճմլիկ էին, այլս չգիտեմ, թե ինչ անեմ ձեզ հասնելու համար, ինձ թվում է, թե ես բղավում եմ անհատակ փոսի մեջ։ Բայց ես կշարունակեմ փորձել, որովհետև դեռ հավատում եմ, որ ձեր մեջ բարություն կա։ Վերջին նամակներից մեկում Անուշը գրել էր մի հիշողության մասին, որը նա չէր հիշում, մի հիշողություն մանկության տարիներից մի օրվա մասին։ Երբ նա իր պապի հետ այցելել էր ֆերմա, Անուշը նրան թարմ նարնջի հյութի բաժակ էր առաջարկել, պտղատու այգու նարինջներից պատրաստված։ Նա 9 տարեկան էր, նա ընդամենը 5, մազերը հավաքված էին հյուսերով անատամ ժպիտով, եւ ինչպես նա գրում էր, նա սիրահարվել էր նրան այդ օրը, այն անմեղ ձով։ Ինչպես երեխաները սիրահարվում են, նա պահպանել էր այդ հիշողությունը բոլոր այդ տարիների ընթացքում, հավատացել էր, որ նա նույնպես հիշում է, որ դա ինչ-որ բան էր նշանակում, բայց Արամը չէր հիշում նրան, չէր հիշում նարնջի հյութը։ Հյուսերով աղջկան ոչինչ, դա պարզապես մեկ այց էր, պարտավորություններով լի մանկության մեջ, եւս մեկ ֆերմա, պապիս մեկ հանդիպում, ոչինչ առանձնահատուկ, եւ այդուհանդերձ Անուշի համար դա ամեն ինչ էր։ Քայլերի ձայնը նրան դուրս հանեց հիշողություններից, Զարուհին գրասենյակի դռան մոտ էր, դեմքը գունատ, աչքերը լայն բացված, տեսնելով որդուն նստած գետնին, շրջապատված այդ թղթերով, ինչ ես անում, նա հարցրեց, ձայնը լարված, Արամը դանդաղ վեր կացավ, յուրաքանչյուր նամակ դեռ ձեռքին, հայացքը հառած մորը, Ինչ արեցիք, մայր, Զարուհին մեկ քայլ հետ քաշվեց, չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում, մի ստեք ինձ, ոչ հիմա, Արամը բարձրացրեց թղթերը, դուք թաքցրել եք ամեն ինչ, նրա թողած բոլոր գրությունները, ինձ հետ կապվելու նրա բոլոր փորձերը, նախագիծը, որը կարող էր ընկերությունը փոխել։ Ամիսներ առաջ, դուք ամուսնությունը սաբոտաժի ենթարկեցիք հենց սկզբից, դա ձեր բարօրության համար էր, ասաց Զարուհին, ձայնը բարձրանալով, այդ աղջիկը շեղում էր, անկիրթ գյուղացի, առանց դասի, ով միայն ձեր փողն էր ուզում, ես պաշտպանում էի ձեզ։ Պաշտպանում էի, Արամը գրեթե բղավեց, զայրույթը վերջապես դուրս հորդելով, դուք ոչնչացրել եք միակ իրական բանը, որ ես երբեք ունեցել եմ, նա իմ փողը չէր ուզում, նա մերժեց ամեն ինչ, բնակարան, թոշակ, ամեն ինչ, դուք գիտեք ինչու։ Որովհետև նա ուներ մի բան, որը դուք երբեք չէիք սովորեցրել։ Արժանապատվություն, դուք չեք հասկանում, նա մեր դասից չէր, նա չէր պատկանում այս աշխարհին, նման ամուսնությունները երբեք չեն աշխատում, իսկ դուք փորձագետ եք աշխատող ամուսնությունների մեջ, մայր, Արամը կրակեց, դուք, ով հորը օտարի վերածեցիք իր սեփական տանը, ով նրան հեռացրեց մինչ նա նախընտրեց կյանքի վերջին տարիներն անցկացնել ճանապարհորդելով ձեզնից հեռու, ով ինձ դաստիարակեց, որ լինեմ փող ստեղծող մեքենա, որովհետև չէիք կարողանում տանել այն միտքը, որ կարող եք ունենալ մարդկային որդի, հետաց լռությունը։ Կտրուկ էր, Զարուհին գունատ էր, շրթունքները դողում էին, բայց պատասխան չուներ, առաջին անգամ նա չուներ պաշտպանվելու միջոց, Անուշն ինձ սիրում էր այնպես, ինչպես ես նույնիսկ չգիտեի, որ հնարավոր է, շարունակեց Արամը, ձայնը կոտրվելով։ Նա ամեն օր փորձում էր հասնել ինձ համար պատրաստեց, ինձ համար գրեց, ստեղծեց մի նախագիծ, որը փրկեց ընկերությունը, որը ես կարծում էի, որ մենակ էի փրկում, եւ ես անտեսեցի նրան, վերաբերվեցի նրան, ասես ոչինչ չէր։ Որովհետև դուք ինձ սովորեցրել էիք, որ զգացմունքները թուլություն են, որ սերը շեղում է, որ մարդու միակ արժեքը նրա բանկային հաշվում ազգանվան մեջ է, Արամը քայլեց դեպի դուռը, անցնելով մոր կողքով, առանց հետ նայելու, այսուհետ, դուք այլս ձայն չունեք իմ կյանքի վերաբերյալ, ոչ իմ գործերի, ոչ իմ ընտրությունների, միանշանակ ոչ իմ սրտի վերաբերյալ, ես ուզում եմ, որ դուք դուրս գաք այս տնից, այսօր, Արամ, դուք չեք կարող։ Կարող եմ անում եմ, դուք առատաձեռն թոշակ կստանաք, բնակարան կունենաք այն ամենը, ինչ անհրաժեշտ է նյութականորեն, բայց այլս ինձ չեք ունենա, այլս չեք ունենա իմ կյանքը ձեր նախապաշարմունքներով մանիպուլյացիաներով թունավորելու իրավունքը։ Դուք կզղջաք դրա համար, նա ձեզ հետ չի ուզենա, դուք նրան շատ եք ցավեցրել, հնարավոր է, Արամը խոստովանեց շրջվելով մորը վերջին անգամ նայելու համար, հավանաբար իրականում, բայց ես իմ կյանքի մնացած մասը կանցկացնեմ, փորձելով արժանի լինել նրա ներմանը, եւ
Նույնիսկ եթե նա երբեք ինձ չի ների, դա դեռ ավելի լավ կլինի, քան շարունակել լինել այն մարդը, որին դուք ինձ վերածեցիք։ Այդ գիշեր Զարուհին հավաքեց իր ճամպրուկները, դուրս եկավ առանձնատնից, աչքերը կարմիր, բայց կեցվածքը դեռ կոշտ։ Հրաժարվելով որևէ թուլություն ցույց տալ մինչ վերջ, Արամը տեսավ նրան հեռանալիս, առանց որևէ բան զգալու, բացի անսահման դատարկությունից, որտեղ պետք է լիներ ինչ-որ զղջում կամ մեղք, բայց չկար, կար միայն սառը պարզություն, որ որոշ կամուրջներ պետք է այրվեն, որպեսզի նոր ճանապարհներ կառուցվեն։ Հաջորդ օրերին Արամը սկսեց փոխել ոչ միայն իր կյանքը, այլ ինքն իրեն։ Նա թերապտ գտավ մի բան, որը նա միշտ համարել էր անհարկի, թույլ մարդկանց բան։ Նա սկսեց խոսել մանկության, բացակահոր, վերահսկող մոր մասին, այն մասին, թե ինչպես էր ձավորվել կատարյալ գործադիր տնօրեն լինելու համար, բայց թերի մարդ, ցավում էր, ավելի շատ էր ցավում, քան ցանկացած ֆիզիկական վնասվածք, որը նա երբեք զգացել էր, բայց դա անհրաժեշտ ցավ էր, այն ցավի տեսակը, որը գալիս է, երբ վերջապես հանում ես մի բեկոր, որը տարիներ շարունակ թաղված էր։ Նա սկսեց ավելի շատ լիազորություններ պատվիրակել ընկերությունում։ Նա նշանակեց իրավասու տնօրինություն, մարդիկ, ում նա վարձել էր, բայց երբեք լիովին չէր վստահել։ Նա զարմանքով հասկացավ, որ աշխարհը չի փլուզվում, երբ նա չի վերահսկում յուրաքանչյուր մանրուք, որ կյանք կար անվերջ հանդիպումներից, հաշվետվություններից բացի, որոնք կլանում էին նրա գիշերները, բայց ամենից առավել։ Արամը ժամեր անցկացրեց Անուշի նամակները կարդալով, վերընթերցելով, անգիր անելով յուրաքանչյուր բառ, նրա յուրաքանչյուր փորձը կամուրջ կառուցել նրանց միջ, եւ որքան շատ էր կարդում, այնքան ավելի լավ էր հասկանում, թե ինչ էր կորցրել, ոչ միայն կին, այլ գործընկեր, ոչ միայն գեղեցիկ կին, այլ քնքուշ ուժեղ հոգի, ոչ միայն մեկը, ով կարող էր սիրել, այլ մեկը, ով արդեն սիրում էր իրեն, չնայած ամեն ինչին։ Հենց այդ ընթերցանության գիշերներից մեկի ժամանակ Արամը գտավ վերջին գրությունը, այն կպցված էր նախագծի թղթապանակի ներսում, գրեթե թաքնված, Անուշի ձեռագիրն այդ մեկում ավելի քիչ հաստատուն էր, ասես դողացող ձեռքով էր գրվել. Արամ, եթե դուք սա կարդում եք, նշանակում է, որ գտել եք նախագիծը։ Ես չգիտեմ, թե արդյոք դուք կօգտագործեք այն, չգիտեմ, թե արդյոք դուր կգա ձեզ, նույնիսկ չգիտեմ, թե արդյոք կկարդաք, բայց պետք է անեի, որովհետև նույնիսկ եթե դուք երբեք ինձ չտեսնեք, նույնիսկ եթե ես անտեսանելի լինեմ ձեզ համար, ես ձեզ տեսնում եմ, եւ տեսնում եմ ներուժը ձեր մեջ, ընկերությունում, այն ամենում, ինչ դուք կարող եք լինել։ Այս նախագիծը իմ ձն է շնորհակալություն հայտնելու իմ պապի ֆերման փրկելու համար, նույնիսկ եթե դա նշանակում է ինձ զոհաբերել այդ գործընթացում, եւ նա իմ ձն է հրաժեշտ տալու, որովհետև ես այլս չեմ կարող շարունակել սիրել մեկին, ով ինձ ի պատասխան չի սիրում։ Ես այլս չեմ կարող ինձ առաջարկել մերժվել, ես այլս չեմ կարող անտեսանելի լինել, ծածնել, թե չի ցավում, այսպիսով, եթե մի օր դուք սա կարդաք, ուզում եմ, որ իմանաք։ Ես փորձեցի այն ամենով, ինչ ունեի, եւ դուք պարզապես չուզեցիք տեսնել, ընտրությունը ձերն էր, հետանքները նույնպես կլինեն, սիրով, որը դուք երբեք չէիք խնդրել, երբեք չէիք ուզել, Անուշ, Արամը զգուշորեն ծալեց թուղթը, ձեռքերը դողում էին։ Որոշում կայացրեց, նա չէր կարող չեղարկել անցյալը, նա չէր կարող ջնջել այն ցավը, որը պատճառել էր, բայց կարող էր գոնե փորձել ցույց տալ Անուշին, որ փոխվել էր, որ սովորել էր, որ նույնիսկ եթե նրանց համար չափազանց ուշ էր, նա այլս չէր լինի այն սառը դատարկ մարդը, որին նա ճանաչել էր, եւ միայն մի տեղ կար, որտեղ նա կարող էր դա անել, Սուրբ Լուսավորչի ֆերման, այն վայրը, որտեղ ամեն ինչ սկսվեց, որտեղ Անուշը մեծացել էր, որտեղ նա հավանաբար վերադարձել էր Սանտորինիից հեռանալուց հետո, ժամանակն էր, որ Արամը գնա այնտեղ, ոչ թե որպես արամյան ագրոարդյունաբերություն ի գործադիր տնօրեն, ոչ թե որպես այն մարդը, ով փրկել էր նրա հողերը պայմանագրի միջոցով, այլ որպես մի մարդ, ով բավականաչափ խոնարհ էր ներողություն խնդրելու համար։ Հաջորդ առավոտ Արամն արթնացավ մինչ արածակը, կոստյումը փոխեց պարզ հագուստով, ջինսը տաբատով, կոճակներով, վերնաշապիկով, վերցրեց մեքենայի բանալիները մեկնեց, ֆերման գտնվում էր Հայաստանի գյուղական վայրերում, մոտ 4 ժամ հեռավորության վրա, ճանապարհը երկար էր, բայց Արամը ռադիոն չմիացրեց, զանգեր չարեց, թույլ չտվեց որե շեղում, նա պարզապես վարում էր, մտովի փորձելով, թե ինչ կասի, իմանալով, որ բավարար բառեր չկան, բայց որ պետք է փորձի, ճանապարհը նեղանում էր, երբ նա հեռանում էր մայրաքաղաքից, ասֆալտը վերածվեց կեղտոտ ճանապարհի։ Շենքերը վերածվեցին դաշտերի, օդն ավելի մաքուր էր դառնում, ավելի թեթ, եւ երբ վերջապես տեսավ հին մաշված ցուցանակը, որի վրա գրված էր Սուրբ Լուսավորչի ֆերմա, Արամի սիրտը թռավ, դարպասը բաց էր, նա դանդաղ մտավ։ Մեքենան փոշի էր բարձրացնում կեղտոտ ճանապարհի վրա, եւ այնուհետ տեսավ մի բան, որը չէր սպասում, ֆերման այլս այն հոգնած հողը չէր, որը նա պատկերացնում էր, կային կանաչ դաշտեր, կատարյալ գծերով դասավորված, ժամանակակից ոռոգման համակարգ, նոր ջերմոցներ։ Եվ ամեն ինչի կենտրոնում, քամու տակ նրբորեն պտտվող
Արածաղիկների հսկայական դաշտ, Արամը կայանեց մեքենան գլխավոր տան մոտ դուրս եկավ մեքենայից, դաշտի լռությունը խորն էր, ընդհատված միայն թռչունների երգով քամուշ շուկով բույսերի միջով, նա սկսեց քայլել դեպի արածաղիկները, հենց այդ ժամանակ տեսավ նրան։ Անուշը ծնկաչոք էր հողի վրա, կրելով հողով կեղտոտված ջինսե տաբատ, պարզ շապիկ, ծղոտե գլխարկը պաշտպանում էր դեմքը արից, ձեռնոցավոր ձեռքերը աշխատում էին հողի վրա, ինչ-որ բան տնկելով զգուշությամբ ուշադրությամբ, մազերը, որոնք հիմա ավելի երկար էին, քան Սանտորինիում հավաքված էին ցածր պոչով, նա ինչ-որ բան էր երգում, նուրբ մեղեդի, որը Արամը չէր ճանաչում, նա կանգնած մնաց, պարզապես դիտելով, վախենալով խախտել այդ պահը, Անուշն այնքան հանգիստ էր թվում, այնքան ինտեգրված այդ վայրին, այնքան լիովին ինքը իրեն, դա նման էր արվեստի գործը իր բնական միջավայրում տեսնելուն, գեղեցիկ ոչ թե զարդարանքներով, այլ էությամբ, վերջապես կարծես զգալով նրա ներկայությունը, Անուշը դադարեց երգել վեր նայեց, մի պահ նրա դեմքին զարմանք երաց, հետո, ավելի կոշտ, ավելի պաշտպանողական ինչ-որ բան, նա դանդաղ վեր կացավ, հանելով ձեռնոցները մաքրելով ձեռքերը տաբատին, ինչ եք անում այստեղ, Արամ, նա հարցրեց, ձայնը հոգնած, նա մեկ քայլ առաջ արեց, իսկ հետոս մեկը, մինչ նրանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էր, արածաղիկների դաշտի մեջ, որոնք կարծես լուռ վկաներ էին այդ հանդիպման, ես ներողություն խնդրելու եկա, նա պարզապես ասաց, և աղաչելու մեկ հնարավորություն, շտկելու այն, ինչ կոտրել եմ։ Անուշը ձեռքերը ծալեց, հայացքը դեռ անվստահ, ներողություն ինչի՞։ Համար կոնկրետ, անտարբերության համար, ծառնության համար, ինձ վերաբերվելու համար, ասես գոյություն չունեի, պետք է ավելի կոնկրետ լինեք, որովհետև ցուցակը երկար է, ամեն ինչի համար, նա ասաց, ձայնը կոտրվելով, յուրաքանչյուր սուրճի համար, որը դուք պատրաստեցիք, որը ես չխմեցի, որովհետև մայրս փոխարինում էր, յուրաքանչյուր գրության համար, որը դուք գրեցիք, որը ես երբեք չկարդացի, որովհետև նա թաքցրել էր, ձեր ինձ հասնելու յուրաքանչյուր փորձի համար, որը ես անտեսեցի, որովհետև ինձ սովորեցրել էին, որ զգացմունքները թուլություն են, ձեր սերը ամենաթանկ նվերը, որը երբեք ինձ առաջարկել են վատնելու համար, Անուշը թարթեց, անկեղծ զարմանքը հատեց նրա պաշտպանությունները, ինչ, ես ամեն ինչ գտա, Անուշ, նամակները, գրությունները, նախագիծը։ Մայրս ամեն ինչ թաքցրել էր ինձնից, նա հենց սկզբից կազմակերպել էր մեր ամուսնության ձախողումը, որովհետև չէր կարողանում տանել այն միտքը, որ ես կարող եմ մեկին ավելի շատ սիրել, քան իրեն, եւ ես չափազանց կույր էի, չափազանց հիմար, չափազանց դատարկ, դա հասկանալու համար։ Արցունքները սկսեցին հոսել Անուշի դեմքով, բայց նա անտեսեց դրանք, սա ոչինչ չի փոխում, նա ասաց, ձայնը դողալով, նույնիսկ եթե նա ինչ-որ բաներ էր թաքցրել, դուք դեռ ինձ վերաբերվում էիք, ասես ես անհարմարություն էի։ Դուք դեռ առանց վարանելու ստորագրեցիք այդ ամուսնալուծությունը, դուք դեռ ինձ փող առաջարկեցիք, ասես դա կարող էր փոխհատուցել նվաստացումը, ես գիտեմ, ասաց Արամը, իսկ հետո զարմացնելով երկուսին էլ, նա ծնկի իջավ, այնտեղ քաջություն ունեցավ հարցնելու, նրանք նստած էին մեծ տան պատշգամբում, դիտելով, թե ինչպես է մայրամուտը ոսկեգույն երանգներով ներկում արածաղիկների դաշտը, Անուշ, նա սկսեց, ձայնը դողալով. Կարծում եք, որ մի օր իսկապես կկարողանաք ինձ ներել։ Նա լուռ մնաց երկար պահ, աչքերը հառած հորիզոնին։ Արդեն ներել եմ, Արամ, նա վերջապես ասաց, ձայնը նուրբ։ Ներել եմ, որովհետև սովորել եմ, որ թշնամանք պահելը միայն թունավորում է պահողին։ Բայց ներելը մոռանալ չէ։ Սպիները դեռ այստեղ են։ Միշտ կլինեն։ Ես գիտեմ։ Եվ ես կյանքիս մնացած մասը կանցկացնեմ, փորձելով, որ նոր հիշողություններն ավելի ուժեղ լինեն, քան հին սպիները։ Անուշը շրջվեց դեպի նա, նրա աչքերում ինչ-որ տարբեր բան կար։ Այլս ցավ կամ անվստահություն չէր։ Դա ավելի նուրբ, ավելի խորը ինչ-որ բան էր։ Գիտեք, թե ինչն է ինձ ստիպում հավատալ, որ դուք իսկապես փոխվել եք։ Ինչ։ Դա գեղեցիկ խոսքերը կամ խոստումները չեն։ Դա այն փաստն է, որ դուք մնում եք։ Ամեն օր դուք հայտնվում եք։ Կարևոր չէ, թե դժվար է, թե ցավում է, թե ես ավելի հեռու եմ, թե ավելի մոտ։ Դուք պարզապես մնում եք։ Եվ դա, Արամ, դա ավելի արժեքավոր է, քան ցանկացած ռոմանտիկ հայտարարություն կամ մեծ ժեստ։ Արամը ձեռքը մեկնեց դանդաղ, ժամանակ տալով, որ նա մերժի, եթե ուզենար։ Բայց Անուշը չմերժեց։ Նա իր մատները միահյուսեց նրանին, դա ամենապարզ ամենախորը հպումն էր, որ նա երբեք զգացել էր։ Ես սիրում եմ քեզ, նա ասաց։ Եվ դա այն սերը չէ, որը ես պատկերացնում էի, երբ երեխա էի, լսելով արքայադուստրերի արքայազնների մասին պատմություններ։ Դա ավելի խառն է, ավելի դժվար, ավելի իրական։ Դա այն սերն է, որը ընտրում է մնալ, նույնիսկ երբ դժվար է։ Որը ընտրում է աճել, նույնիսկ երբ ցավում է։
որը ընտրում է քեզ ամեն օր, որովհետև ես չեմ կարող պատկերացնել իմ կյանքի մի տարբերակ, որտեղ դու չկաս։ Անուշը զգաց, որ արցունքները հոսում են, բայց հիմա դրանք այլ արցունքներ էին։ Ոչ թե ցավից, այլ մի բանից, որը վտանգավոր կերպով նման էր երջանկության։ Ես էլ եմ քեզ սիրում, նա շշնջաց։ Ոչ թե այնպես, ինչպես սիրում էի առաջ, երբ միամիտ էի կարծում էի, որ սերը բավարար է, այլ ավելի ուժեղ, ավելի գիտակից ձով։ Ես սիրում եմ այն մարդուն, ով դու դառնում ես։ Ես սիրում եմ այն քաջությունը, որ դու ունես ընդունելու քո սխալները։ Ես սիրում եմ, որ դու եկել ես այստեղ ծնկի ես իջել հողի վրա, ինձնից ներողություն խնդրելու համար։ Հենց այդ գիշեր, գյուղական վայրերի աստղերի տակ, նրանք առաջին անգամ համբուրվեցին։ Դա սերիալային կրքոտ համբույր չէր։ Դա նուրբ, վարանող, բառերում չտեղավորվող բոլոր զգացմունքներով լի համբույր էր։ Դա երկու խորտակվածների համբույրն էր, ովքեր վերջապես միմյանց մեջ գտան ամուր հող։ Ամուսնության առաջարկը տեղի ունեցավ 6 ամիս անց, բայց դա այնպես չէր, ինչպես ցանկացած մարդ կպատկերացներ։ Արամը չգնեց թանկարժեք մատանի չկազմակերպեց մանրամասն առաջարկ։ Դա սովորական առավոտ էր, մինչ նրանք կողք կողքի աշխատում էին, տնկելով արածաղիկների նոր շարք։ Նա պարզապես կանգ առավ, նայեց նրան, հողով ծածկված, ծուռ գլխարկով շողացող ժպիտով, ասաց. «Ամուսնացիր ինձ հետ»։ Անուշը ծիծաղեց, կարծելով, որ կատակ է։ «Մենք արդեն ամուսնացած էինք, հիշում ես»։ Շատ լավ չէր ստացվել։ Մենք իսկապես ամուսնացած չէինք։ Դա պայմանագիր էր։ Սուլդ։ Ես ուզում եմ իսկապես ամուսնանալ քեզ հետ։ Այստեղ, ֆերմայում։ Արածաղիկների մեջ։ Մեր սիրելիների հետ։ Ես ուզում եմ խոստանալ սիրել քեզ ամեն օր, այս անգամ կատարել խոստումը։ Անուշը դադարեց ծիծաղել, երբ տեսավ, որ նա լուրջ է խոսում։ Ինչու՞ նա հարցրեց։ Ինչու՞։ Նորից ամուսնանալ։ Մենք այսպես երջանիկ չենք։ Երջանիկ ենք։ Բայց ես ուզում եմ, որ աշխարհն իմանա։ Ես ուզում եմ կրել մատանի, որն իսկապես ինչ-որ բան է նշանակում։ Ես ուզում եմ կարողանալ քեզ անվանել իմ կինը իմանալ, որ դու ես, որովհետև ընտրել ես, ոչ թե որովհետև մահացող պապը խնդրել է։ Անուշը լուռ մնաց մի պահ, որը թվաց հավերժություն։ Այնուհետ, սիրտը ուժեղ բաբախելով, ասաց. Այո։ Ամուսնությունը տեղի ունեցավ գարնանային շաբաթ օրը։ Չկար շքեղ եկեղեցի կամ կարոր հյուրեր։ Դա հենց այնտեղ էր, արածաղիկների դաշտում, գյուղի քահանայի հետ, Հովակիմի ֆերմայի մյուս աշխատողների հետ, Մարգարիտի հետ, ով հատուկ Հունաստանից էր եկել, Անուշի ճանապարհորդության ընթացքում ձեռք բերած մի քանի իսկական ընկերների հետ։ Զարուհին հրավիրված չէր։ Ոչ էլ կարիք կար։ Այդ օրը չէր պատկանում անցյալին, այլ ապագային, որը նրանք կառուցում էին միասին։ Անուշը կրում էր պարզ սպիտակ ժանյակե զգեստ, ոտաբոբիկ հողի վրա, արածաղիկների պսակ մազերին։ Արամը սպիտակ կտավե վերնաշապիկով բաց տաբատով էր, նույնպես ոտաբոբիկ, աչքերը կարմիր, հազիվ զսպված հուզմունքից։ Երբ խոստումների ժամանակը եկավ, նրանք չօգտագործեցին ավանդական բառերը։ Նրանք ստեղծեցին իրենց սեփականը։ Անուշ, Արամը սկսեց, ձայնը խեղդված, ես խոստանում եմ քեզ տեսնել ամեն օր։ Ոչ միայն նայել, այլ իսկապես տեսնել։ Տեսնել քո ուժը, քո բարությունը, քո լույսը։ Ես խոստանում եմ երբեք այլս քեզ անտեսանելի չզգալ։ Ես խոստանում եմ աճել քո կողքին, սովորել քեզնից սիրել քեզ ոչ թե քո անկատարությունների պատճառով, այլ ներառելով դրանք։ Ես խոստանում եմ լինել այն տղամարդը, ում դու արժանի ես, նույնիսկ եթե դա իմ կյանքի մնացած մասը տի դրան հասնելու համար։ Անուշը միաժամանակ ժպտում լացում էր։ Արամ, նա ասաց, ես խոստանում եմ երբեք չհանձնվել մեզանից։ Ես խոստանում եմ համբերատար լինել դժվար օրերին տոնել լավ օրերին։ Ես խոստանում եմ քեզ հիշեցնել քո մարդկայնության մասին, երբ սկսես կորչել թվերի հաշվետվությունների մեջ։ Ես խոստանում եմ արածաղիկներ տնկել, ուր էլ որ կյանքը տանի մեզ։ Եվ ես խոստանում եմ սիրել քեզ ոչ թե այնպես, ինչպես սիրում էի առաջ, երբ սերը ռոմանտիկ գաղափար էր, այլ ինչպես սիրում եմ հիմա, երբ ճիշտ գիտեմ, թե ով ես դու, այնուամենայնիվ ընտրում եմ քեզ։ Համբույրը տարբեր էր առաջինից։ Դա խոստման, պարտավորության, գիտակցված ընտրության համբույր էր։ Եվ երբ նրանք բաժանվեցին, արածաղիկների ամբողջ դաշտը կարծես պարում էր քամու տակ, ասես հենց երկիրն էր տոնում։
Ամուսնությունից հետո կյանքն ամեն ինչ էր, բացի կատարյալից, բայց այն իրական էր։ Արամը վերջնականապես ստանձնեց ֆերմայի համատեղ կառավարումը, այն վերածելով կայուն գյուղատնտեսության ազգային ճանաչում ստացած մոդելի։ Արամյան ագրոարդյունաբերությունը ենթարկվեց ամբողջական վերակառուցման, գլխավոր գրասենյակը տեղափոխվեց գյուղական վայրեր, որտեղ նոր ժամանակակից շինություն, բայց ընդունարանում տնկված արածաղիկներով, խորհրդանշում էր ավանդույթի նորարարության միաձուլումը։ Արամը սովորեց պարել Ֆորո գյուղի տոներին, սկզբում կողկրտելով իր ոտքերը, բայց ի վերջո հասկանալով դա։ Նա սովորեց վաղ արթնանալ ոչ թե հանդիպումներ ունենալու պատճառով, այլ որովհետև ֆերմայից տեսանելի արածակը արժեր քնի ցանկացած զոհաբերություն։ Նա սովորեց պատրաստել, Անուշը համբերատար կերպով սովորեցնում էր նրան այն բաղադրատոմսերը, որոնք փոխանցել էր նրա տատիկը։ Նա սովորեց ամենից առավել, որ հաջողությունը չի չափվում միայն շահույթներով, ընդլայնումներով, այլ սիրելիի կողքին անցկացրած հանգիստ գիշերներով, պատշգամբում խորը զրույցներով, միահյուսված։ Արածաղիկների դաշտի կենտրոնում, հողը կեղտոտելով նրա տաբատը, արամյան ագրոարդյունաբերությունն ի գործադիր տնօրենը ծնկի իջավ այն կնոջ առաջ, որին նա մերժել էր. «Ես գիտեմ, որ արժանի չեմ ձեր ներմանը, գիտեմ, որ նույնիսկ այստեղ լինելուն արժանի չեմ։ Բայց պետք է իմանայիք, որ ես փոխվել եմ, որ ես փոխվում եմ, որ վերջապես հասկացա, որ դուք լավագույնն էիք, ինչ երբեք պատահել է ինձ հետ, ես չափազանց հիմար էի դա հասկանալու համար, երբ հնարավորություն ունեի», Անուշը նայեց նրան, այդ մարդուն, ով ծնկաչոք էր հողի վրա։ Ինչ-որ բան իր ներսում շարժվեց, դա ներում չէր, դեռ ոչ, բայց դա ճաք էր այն պատերում, որոնք նա կառուցել էր իր սրտի շուրջ։ «Վեր կաց, Արամ», նա նրբորեն ասաց, «ես նոր պայմանագիր չեմ խնդրում, Անուշ, ոչ էլ բիզնես համաձայնագիր։ Ես խնդրում եմ հնարավորություն ձեզ իրականում ճանաչելու, սովորելու, թե ով եք դուք, երբ ստիպված չեք լինում լինել իմ կինը, օրեցօր ձեռք բերելու ձեր կողքին լինելու իրավունքը, ոչ թե որպես պարտավորություն, այլ որպես ընտրություն, և եթե ես ասեմ ոչ, ապա ես կհարգեմ դա, և կյանքիս մնացած մասը կանցկացնեմ, իմանալով, որ հնարավորություն ունեցա սիրելու մեկին, ով արտասովոր էր, չափազանց վախկոտ էի դրանից բռնելու համար, երբ կարող էի», Անուշը լուռ մնաց երկար պահ, քամին խաղում էր նրանց շուրջ բոլորի արածաղիկների հետ, առը սկսում էր մայր մտնել հորիզոնում, ամեն ինչ ոսկեգույն ներկելով, և այնուհետ, շատ դանդաղ, նա ձեռքը մեկնեց օգնեց Արամին վեր կենալ, դա անմիջական այո չէր։ Ոչ էլ վերջնական ոչ։ Դա միգուցե էր, որը դանդաղ բացվեց, ինչպես եղանակները, որոնք անշտապ փոխվում են գյուղական վայրերում։ Արամը չվերադարձավ երան այդ օրը։ Ոչ էլ հաջորդ օրը։ Անուշը նրան չհեռացրեց, բայց նա չհրավիրեց տուն։ Նա մնաց մոտակա գյուղի փոքրիկ հյուրատանը, 15 կիլոմետր հեռավորության վրա, ամեն օր վաղ արթնանում էր ու մեքենայով գնում ֆերմա։ Նա սկսեց օգնել պարզ գործերում։ Ցանկապատեր նորոգել, պարարտանյութի պարկեր տեղափոխել, ջրել բույսերը ամենատաք ժամերին։ Ֆիզիկական աշխատանք, որը նա երբեք չէր արել կյանքում։ Նրա մկանները ցավում էին, ձեռքերին բշտիկներ էին առաջանում, մաշկը այրվում էր Շիրակի մարզի գյուղական վայրերի անողոք արի տակ։ Բայց Արամը չէր բողոքում։ Արտոնություններ չէր խնդրում։ Նա աշխատում էր Անուշի կողմից վարձված աշխատողների կողքին, պարզ տղամարդիկ կանայք, ովքեր սկզբում նրան անվստահությամբ էին նայում, բայց աստիճանաբար սկսեցին հարգել նրան նվիրվածության համար։ Անուշը նրան դիտում էր հեռվից։ Տեսնում էր, երբ նա արմատների վրա էր սայթաքում, որովհետև ավելի շատ ուշադրություն էր դարձնում աշխատանքին, քան ճանապարհին։ Տեսնում էր, երբ նա կանգ էր առնում ջուր խմելու, ձեռքերը դողում էին հոգնածությունից։ Տեսնում էր, երբ նա խոսում էր ֆերմայի հին խնամակալ Հովակիմի հետ, անկեղծ ուշադրությամբ լսելով այն ժամանակների պատմությունները, երբ պապը, Սարգիսը, դեռ կենդանի էր։ Եվ աստիճանաբար, շատ դանդաղ, այն պատերը, որոնք նա կառուցել էր, սկսեցին իջնել։ Ուրբաթ կեսօր էր, ամբողջ շաբաթ աշխատելուց հետո, որ Անուշը վերջապես հրավիրեց նրան տուն։ Ֆերմայի մեծ տունը նորոգվել էր նրա կողմից։ Այլս չուներ այն քայքայված տեսքը, որը բերել էր պապի հիվանդությունը։ Պատերը ներկված էին սպիտակ, պատուհանների վրա ծաղիկներ կային ծաղկամաններում, խոհանոցից տնական սննդի հաճելի բույր էր գալիս։ «Նստիր», նա ասաց, մատնացույց անելով խոհանոցի սեղանը։ «Դուք հաստատ քաղցած եք»։ Արամը նստեց, դեռ զգուշորեն, մինչ Անուշը սեղանին դնում էր պարզ, բայց առատ ուտեստներ, բրինձ, լոբի, տնական հավ, այգուց աղցան։ Նա դանդաղ կերավ, վայելելով յուրաքանչյուր պատառ ոչ միայն սովից, այլ այն պատճառով, որ դա առաջին ճաշն էր, որ նրանք իսկապես կիսում էին։ Ոչ թե որպես պայմանագրային ամուսիններ, այլ որպես երկու մարդ, ովքեր փորձում էին ճանաչել միմյանց։ Ինչու՞։
Վերադարձաք, հարցրեց Անուշը հանկարծ, աչքերը հառած նրան։ Ճշմարտությունը։ Մի ասեք, որ դա մեղքի կամ զղջման համար էր։ Ես ուզում եմ իմանալ, թե իրականում ինչն է ձեզ այստեղ բերել։ Արամը դանակը դրեց ափսեին խորը շունչ քաշեց։ Որովհետև կյանքումս առաջին անգամ ես կարոտեցի մեկին։ Ոչ թե ներկայությանը, ոչ թե գործառույթին, այլ ձեզ։ Այն կնոջը, ով դուք եք։ Եվ հասկացա, որ 30 տարի գոյություն եմ ունեցել, առանց իրականում ապրելու, որ դուք առաջին մարդն էիք, ով ինձ ցույց տվեց, որ լինելու այլ ձել կա։ Անուշը կուլ տվեց, պայքարելով արցունքների դեմ, որոնք սպառնում էին թափվել։ Եվ ինչ եք ուզում, Արամ։ Ինձնից։ Այս իրավիճակից։ Անկեղծ եղեք։ Ես ուզում եմ հնարավորություն ձեզ ճանաչելու։ Սովորելու ձեր երազանքների, ձեր վախերի, ձեր սովորությունների մասին։ Ես ուզում եմ հասկանալ, թե ինչու եք ընտրել ագրոնոմիան, ինչն է ձեզ ստիպում ժպտալ, ինչպիսի երաժշտություն եք սիրում։ Ես ուզում եմ իմանալ այն աղջկա մասին, ով նարնջի հյութ էր առաջարկել մի ամբարտավան տղայի, ով նույնիսկ չէր արժանացել այդ հիշողությունը պահելուն։ Եվ եթե դուք ինձ թույլ տաք, ես ուզում եմ կյանքիս մնացած մասն անցկացնել արժանի լինելով այն սիրուն, որը դուք ինձ առաջարկել եք, որը ես չափազանց հիմար էի ընդունելու համար։ Հենց այդ գիշեր նրանք սկսեցին իրականում խոսել։ Ոչ թե ցավալի անցյալի մասին, այլ իրենց մասին։ Անուշը պատմեց ֆերմայում իր մանկության մասին, այն մասին, թե ինչպես էր սովորել պապից, որ հողը սովորեցնում է համբերություն, խոնարհություն։ Մոր մասին, ում կորցրել էր վաղ տարիքում, ում հազիվ էր հիշում, բայց ում դեմքը տեսնում էր դեղնած լուսանկարներում։ Այն երազանքի մասին, որ այդ ֆերման վերածի ժամանակակից կայուն բանի, օրինակ, որ ավանդույթն ու նորարարությունը կարող են միասին քայլել։ Արամը իր հերթին խոսեց իր մենակ մանկության մասին, այն հոր մասին, ով մահացել էր, երբ նա 15 տարեկան էր, ում հազիվ էր ճանաչել, միշտ ճանապարհորդելով, միշտ բացակա։ Այն ճնշման մասին, որ պետք է ժառանգեր կայսրություն ընդամենը 22 տարեկանում։ Այն մասին, թե ինչպես էր սովորել, որ զգացմունքները շքեղություն են, որը գործարար տղամարդիկ չեն կարող իրենց թույլ տալ ունենալ։ Եվ այն մասին, թե ինչպես էր վերջին ամիսներին հայտնաբերել, որ առանց զգալու ապրելը իրականում չէր ապրել։ Օրերը շաբաթներ դարձան, Արամը շարունակում էր օգնել ֆերմայում, բայց հիմա նա մասնակցում էր որոշումներին, Անուշը սկսեց վստահել նրան, խնդրելով կարծիքներ ներդրումների, ընդլայնման, բիզնեսի կառավարման վերաբերյալ, եւ Արամը հայտնաբերեց, որ նրա հետ կողք կողքի աշխատելն անսահմանորեն ավելի բավարարիչ էր, քան միայնակ կառավարել կայսրությունը ապակյա գրասենյակի բարձունքից, իհարկե, լարված պահեր կային։ Անցյալի մասին քննարկումներ, որոնք պետք է տեղի ունենային։ Գիշերներ, երբ Անուշը արթնանում էր մղձավանջներից, նորից ապրելով ամեն օր 30 օր շարունակ մերժվելու նվաստացումը։ Պահեր, երբ Արամը գրեթե հանձնվում էր, կարծելով, որ իր փորած փոսը չափազանց խորն է լցնելու համար։ Բայց միշտ, ինչ-որ կերպ, նրանք գտնում էին միմյանց վերադառնալու ճանապարհը։ Որովհետև հիմա կար մի բան, որը նախկինում չկար։ Հաղորդակցություն։ Անկեղծություն։ Խոցելիություն։ Շաբաթ օր էր, այդ առաջին այցելությունից 3 ամիս անց, որ Արամը վերջապես։ Որ նա կարող էր լինել ուժեղ խոցելի միաժամանակ։ Որ օգնություն ընդունելը թուլություն չէր, որ երազանքները կիսելը միայն դրանք ավելի մեծ էր դարձնում։ Նրա ֆերման դարձավ կայունության օրինակ, նա սկսեց դասախոսություններ կարդալ, սովորեցնել այլ ֆերմերների, տարածել այն գիտելիքը, որը կուտակել էր։ Եվ Արամը միշտ այնտեղ էր, առաջին շարքում, հպարտությունը դրոշմված նրա դեմքին։ Երկրորդ ամուսնությունից 1.5 տարի անց, ձմռան մի առավոտ, Անուշն արթնացավ, զգալով ինչ-որ տարբեր բան։ Սրտխառնոց, հոգնածություն, մի տարօրինակ զգացում, որը նա չէր կարողանում անվանել։ Նա գնաց քաղաքի բժշկի մոտ վերադարձավ մի լուրով, որը նորից ամեն ինչ կփոխեր։ Նա հղի էր։ Արամը լացեց, երբ նա պատմեց։ Ոչ թե տխրությունից, այլ այնքան խորը ուրախությունից, որը չէր տեղավորվում կրծքի մեջ։ Նրանք ամբողջ հղիությունը պլանավորեցին, երազեցին, անուններ քննարկեցին։ Եվ երբ ժամանակը եկավ, սեպտեմբերյան աստղազարդ գիշերով, ծնվեց առողջ տղա, հետաքրքրասեր աչքերով ուժեղ լացով։ Սարգիս, Անուշը շշնջաց, երբ առաջին անգամ երեխային գրկեց։ Մենք նրան կանվանենք Սարգիս։ Արամը գլխով արեց, հիշելով նրա պապին, ով ամեն ինչ սկսել էր այդ պայմանագրով, որը կարծես դատավճիռ էր, բայց որը ոլորապտույտ ճանապարհով հանգեցրել էր իրենց կյանքի ամենամեծ նվերին։ Ինչպես պապը, նա ասաց.
Այն մարդը, ով գիտեր, որ երբեմն սերը կարիք ունի հրումի, նույնիսկ ցավոտ, իր ճանապարհը գտնելու համար։ Սարգիսը մեծացավ արածաղիկների աղյուսակների, հողի տեխնոլոգիայի մեջ։ Նա մորից սովորեց հարգել բնությունը, իսկ հորից ռազմավարության պլանավորման կարողությունը։ Բայց ամենակարևորը, նա մեծացավ սիրո մեջ։ Սեր, որը ձեռք էր բերվել, ոչ թե պարզապես տրվել։ Սեր, որը գոյատել էր մերժումը, փոխակերպումը, փրկագնումը։ Երբեմն հանգիստ գիշերներին, երբ Սարգիսն արդեն քնած էր, նրանք մնում էին պատշգամբում, դիտելով աստղերը, Արամը բռնում էր Անուշի ձեռքը, ասում. «Շնորհակալ եմ»։ Ինչու նա միշտ հարցնում էր, նույնիսկ իմանալով պատասխանը։ Ինձնից չհանձնվելու համար, երբ ես ինքս ինձնից հանձնվել էի։ Ինձ սովորեցնելու համար, որ սերը միայն զգացմունք չէ, այլ ընտրություն։ Ինձ ցույց տալու համար, որ իրական կյանքը տեղի է ունենում ոչ թե հանդիպումների սենյակներում, այլ այսպիսի պահերին, պարզ կատարյալ։ Եվ Անուշը ժպտում էր, գլուխը դնելով նրա ուսին, պատասխանում էր. «Շնորհակալ եմ ձեզ, փոխվելու քաջություն ունենալու համար։ Այստեղ գալու իմ հողի վրա ծնկի իջնելու համար։ Ամեն օր ընտրելու համար, լինել ավելի լավը»։ Տարիներ անցան։ Ֆերման բարգավաճեց, ընկերությունը աճեց կայուն գիտակցված կերպով, Սարգիսը դարձավ հետաքրքրասեր սիրող տղա։ Արամը երբեք այլս կոստյում չհագավ, բացի չափազանց հատուկ առիթներից, նախընտրելով պարզ վերնաշապիկները, հարմարավետ տաբատները։ Անուշը երբեք այլս իրեն անտեսանելի չզգաց, որովհետև սովորել էր, որ իր լույսը գալիս է ներսից, ոչ թե ուրիշների հաստատումից։ Զարուհին, ի վերջո, փորձեց կապ հաստատել։ Նա նամակներ ուղարկեց, որոնք Արամը կարդաց, բայց չպատասխանեց։ Ոչ թե զայրույթից, այլ որովհետև որոշ գլուխներ պետք է փակվեն, որպեսզի նորերը գրվեն։ Նա ներեց նրան, իր ձով, բայց հասկացավ, որ ներումը պարտադիր չէ հաշտեցում նշանակում։ Դա նշանակում է ազատվել այն բեռից, որը կրում է դառնությունը։ Եվ այսպես, արածաղիկների մեջ, որոնք դարձան նորացման խորհրդանիշ, հողի մեջ, որը վկայեց մերժումը, փրկագնումը, Արամը, Անուշը կառուցեցին ոչ միայն կյանք, այլ ժառանգություն։ Այն ժառանգությունը, որ իսկական սերը հեքիաթների սերը չէ, կատարյալ առանց խոչընդոտների։ Դա այն սերն է, որը գոյատում է խոչընդոտները։ Որը ընտրում է մնալ, երբ ավելի հեշտ կլիներ հեռանալ։ Որը վերստեղծվում է, երբ կոտրվում է։ Որը ծաղկում է հենց այն ճաքերում, որտեղ լույսը կարող է մտնել։ Եվ երբ Սարգիսը տարիներ անց հարցրեց, թե ինչպես են իր ծնողները ծանոթացել, նրանք ժպտացին միմյանց այն դավադիր ժպիտով, ովքեր կիսում են գաղտնիքներ, որոնք միայն երկուսն են ճանաչում։ Երկար պատմություն է, Անուշը սկսեց։ Եվ տխուր մասեր ունի, Արամը շարունակեց։ Բայց երջանիկ ավարտ ունի, տղան հարցրեց, աչքերը փայլում էին հետաքրքրությունից։ Ունի, նրանք պատասխանեցին միասին։ Որովհետև մենք սովորեցինք, որ երջանիկ ավարտները դրանք չեն, որտեղ ոչինչ սխալ չի լինում։ Դրանք այն են, որտեղ, նույնիսկ երբ ամեն ինչ սխալ է լինում, մարդիկ ընտրում են շտկել, աճել, իսկապես սիրել։ Եվ այնտեղ, այդ ֆերմայում, որը տեսել էր ցավ փոխակերպում, շրջապատված արածաղիկներով, որոնք ապրում էին քամու տակ, սիրով, որը փորձարկվել ապացուցվել էր, Արամը, Անուշը գիտեին, որ գտել են ոչ թե կատարելություն, այլ ինչ-որ ավելի լավ բան։ Իրական երջանկություն, կառուցված աղյուս առ աղյուս, ընտրություն առ ընտրություն, օրեցօր։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անուշի Արամի պատմությունը դիպել է ձեր սրտին։ Եթե դուք հուզվել եք մերժման, փոխակերպման իսկական սիրո այս ճանապարհորդությունից, թողեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում, պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, ցույց տալով, որ նույնիսկ ամենամութ պահերին միշտ կա վերսկսելու հույս։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։